Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հավանաբար չի երկարաձգի ապրիլի 7-ին Իրանում հաստատված հրադադարը եւ չի բացի Հորմուզի նեղուցը, եթե մոտ ապագայում գործարք չկնքվի։ Նա հերթական անգամ կրկնել է, որ Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ունենալու ծրագրերից, իսկ հարստացված ուրանի դուրսբերումը ըստ Թրամփի երկար եւ բարդ գործընթաց է լինելու։ Մենք հաղթում ենք պատերազմում, ամեն ինչ շատ լավ է ընթանում։ Մեր բանակը հիանալի արդյունքներ է գրանցել, շեշտել է ԱՄՆ նախագահը։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով Իրանի նավատորմը, ռազմաօդային ուժերը, հակաօդային պաշտպանությունը ոչնչացվել են եւ հանրապետությունում իշխանափոխություն է տեղի ունեցել։ Իրանի շրջափակումը կշարունակվի, քանի դեռ գործարք չկա, սակայն ես թույլ չեմ տա, որ դեմոկրատները շտապեցնեն Միացյալ Նահանգներին կնքելու այնպիսի գործարք, որն այնքան էլ լավը չի լինի, հավելել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփը նշել է, որ Թեհրանի հետ նոր գործարքը շատ ավելի արդյունավետ կլինի, քան Բարաք Օբամայի կնքած միջուկային համաձայնագիրը։ Մեր գործարքը կերաշխավորի խաղաղություն, անվտանգություն եւ ապահովություն ոչ միայն Իսրայելի եւ Մերձավոր Արևելքի, այլև Եվրոպայի, Ամերիկայի եւ ամբողջ աշխարհի համար, ընդգծել է ԱՄՆ նախագահը եզրափակել, եթե Իսլամական Հանրապետության նոր առաջնորդները խելացի լինեն, Իրանը կարող է պայծառ ապագա ունենալ։ Իրանցիների նկատմամբ չի կարելի ուժ կիրառել, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահը։ Մասուդ Փեզեշքյանը կոչ է արել հարգել ստանձնած պարտավորությունները, որոնք հիմք են ծառայում երկխոսության համար։ Իրանը պատմականորեն չի վստահում ԱՄՆ կառավարությանը, իսկ ամերիկացի պաշտոնյաների ոչ կառուցողական եւ հակասական հայտարարությունները դառը ուղերձ են պարունակում, որ նրանք պահանջում են Իրանի կապիտուլյացիան, մտահոգություն է հայտնել Իրանի նախագահը։ Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակն էլ նախազգուշացրել է, չեն պատրաստվում սպառնալիքների ներքո բանակցություններ անցկացնել։ Թրամփը խախտելով հրադադարը ցանկանում է բանակցային սեղանը վերածել կապիտուլյացիայի սեղանի կամ արդարացնել պատերազմի հնարավոր վերսկսումը, նշել է Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նրա խոսքով Թեհրանը պատրաստ է նոր խաղաքարտեր օգտագործել մարտի դաշտում։ Զուգահեռ տեղեկություններ կան, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ու ամերիկացի այլ պաշտոնյաներ ուղևորվում են Իսլամաբադ իրանական կողմի հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Թեհրանը դեռ պաշտոնապես չի հաստատել իր մասնակցությունը, սակայն իրանական ԶԼՄ-ները հայտնում են, որ պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա ապրիլի 22-ին կամ 23-ին Պակիստանում։ Ռուսաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել, ըստ Կրեմլի հաղորդագրության Աբբաս Արաղչին ներկայացրել է Իրանի դիրքորոշումը ԱՄՆ-ի կողմից հրադադարի խախտումների եւ Հորմուզի նեղուցի անօրինական շրջափակման վերաբերյալ։ Ռուսական կողմը վերահաստատել է հրադադարը պահպանելու եւ դիվանագիտական ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը, կանխելու հետագա էսկալացիան եւ զինված բախումների վերսկսումը, ասված է հաղորդագրության մեջ։ Սերգեյ Լավրովը պատրաստակամություն է հայտնել նպաստելու Իրանի եւ Պարսից ծոցի արաբական պետությունների միջև փոխընդունելի համաձայնությունների ձեռքբերմանը։ Իրանական կողմն էլ հաստատել է իր պատրաստակամությունը անելու հնարավորը Հորմուզի նեղուցով ռուսական նավերի եւ բեռների անարգել անցումն ապահովելու համար։ Վաշինգտոնն առաջարկում է հետ քաշվել եւ պաշտպանական նոր գծեր կառուցել, հայտարարել է Ուկրաինայի նախագահը, սակայն Վոլոդիմիր Զելենսկու խոսքով առաջ է գալիս այդ տարածքների բնակիչների եւ զինվորականների արձագանքի հարցը։ Բացի այդ, մենք չունենք անվտանգության երաշխիքներ, որոնք կկանխեին ռուսական հնարավոր նոր հարձակումները։ Այո, Թրամփը դեռ 2 տարի էլ կմնա, իսկ հետո ինչ ենք անելու, մտահոգություն է հայտնել նախագահը։ Զելենսկու խոսքով Դոնբասից դուրս գալը ռազմավարական պարտություն կլինի Ուկրաինայի համար։ Նրա համոզմամբ պատերազմը դադարեցնելու իրատեսական տարբերակն է ֆիքսել ներկայիս դիրքերը եւ անցնել դիվանագիտական գործընթացներին, սակայն Ռուսաստանը չի ընդունում այս ձևաչափը, հավելել է Զելենսկին։ Նա կարևոր է համարել, որ Ուկրաինան հնարավորինս արագ ստեղծի հակահրթիռային սեփական համակարգը, կախված չլինելու արտասահմանյան համակարգերից։ Դիանա Գասպարյան, լուրեր։